Ամիսներ առաջ, երբ քաղաքացիների ազանգով ես դիմել էի ձեզ, երբ մասնավորապես Ազատության պողոտայում խողովակների մաշված լինելու հետևանքով ամբողջ Ազատության պողոտան պատված էր ջրով, ես ձեզ դիմեցի, դուք ասացիք, որ մրցույթ է հայտարարվել, քանի որ խողովակները ահա որ մաշված են եւ պետք է նոր խողովակներ անցկացնել, հա, այդտեղ։ Կասեք, ինչ փուլում է դա։ Շատ կարևոր ծրագրի մասին եք խոսում, պետք է նշեմ, որ այո, մեկնարկել են այդ աշխատանքները, շինարարական մրցույթը կայացել է եւ շինարարը այս պահին իրականացնում է խողովակի փոխարինման աշխատանքներ, պետք է նշեմ, որ խողովակը 500 մմ-անոց, եթե կարելի է ասած, հիմնական մայր Երևան քաղաքը սնուցող խողովակներից մեկն էր, որը բացարձակապես անպիտան էր դառել եւ օրական ռեժիմով Ազատության պողոտայում տարբեր տեղեր ունեինք վթարներ, խողովակը ամբողջությամբ ցանց էր, հիմա էլ հանել ենք, մենք ինքներս նույնիսկ չենք պատկերացել, թե խողովակը ինչ վատ վիճակում է եղել, այս պահին ընթանում են շինարարական աշխատանքներ, 50-ամյակի ուրեմն հուշարձանից արդեն խողովակաշարը հասնում է լամբադա կոչվող մոստի մոտ, այդտեղից պիտի բարձրանա հասնի մինչև նախկին լամպերի գործարան, որտեղ ջրամբար կա Երևան ջոյին պատկանող, եթե չեմ սխալվում, որտեղից այդ խողովակով կմիացվի այդտեղին եւ արդեն կտրվի համապատասխան թևեր յուրաքանչյուր ուրեմն խաչմերուկների մոտ եւ խողովակը սպասարկում է Զեյթուն, Քանաքեր Զեյթուն, Արաբկիր եւ կենտրոն վարչական շրջանները աշխատանքները նախատեսում ենք, որ կավարտենք մինչև ուրեմն բորոքման սեզոնի սկսումը, այն է մայիս ամիսը եւ մենք վերջնականապես լուծած կլինենք այդ հարցը եւ դրա կառուցումից հետո կարծում եմ քաղաքացիները վստահաբար կտեսնեն դրա արդյունքները, որովհետեւ այն ջրի ճգնաժամը, հա, որ չէր հասնում հատկապես կենտրոն վարչական շրջան եւ Արաբկիր վարչական շրջան, այս աշխատանքներով պայմանավորված դրանք կունենան լուծում եւ Կոմիտասի պողոտան, դրան հարող թաղամասերը, ինչպես նաեւ կենտրոն վարչական շրջանի մի զգալի մասը մոտ կեսը եւ Քանաքեր Զեյթունի կեսը բավարարված կլինեն ջրի անհրաժեշտ քանակությամբ։ Որքան գումար է հատկացվել աշխատանքների համար։ Եթե չեմ սխալվում, կարծեմ 200, նախագծային արժեքը բավականին բարձր էր, բայց շինարարական կազմակերպությունը դա շահել է կարծեմ 260 թե 270 միլիոն դրամ այդ աշխատանքները։ Չեմ կարող ասել, մրցույթը հայտարարված է ոչ թե կանաչապատման կողմից, որպես մեծ ծրագիր հայտարարված է Երևանի քաղաքապետարանի կողմից, բայց կարող եմ ասել, որ այդ խողովակը, այսպես օդի ջրի պես անհրաժեշտ է Երևանի 3 վարչական շրջանները ջրով ապահովելու համար եւ այդ դրա արկայությունը մեզ թույլ կտա նաեւ իրականացնելու մի շարք ծրագրեր, այս տարի մեր ուղղվածությունը ի տարբերություն նախորդ տարի, որ մենք քաղաքի աշտարակի խճուղուց մուտքն ենք, մուտքի հատվածներում հիմնեցինք քաղաքային ուրբան ամպտարներ, միջնաշերտեր ձևավորեցինք, այս տարի մեր ուղղվածությունը Սևանից Երևան քաղաք մուտք գործող հատվածներն են եւ այնտեղ նախատեսում ենք մեծ աշխատանքներ, ունենք 20 թվով բավականին մեծ աշխատանքներ, սկսած Ֆիզգարադոկ կոչվող տարածքի բազմաչարչար տարածքում գեղեցիկ այգու հիմնելու աշխատանքներից, այսպես պլանի գլուխ կոչվող հատվածի ձևավորման աշխատանքներից, Սևանի մայրու ուղղությամբ որտեղ հնարավոր է, որտեղ կան ազատ, տեսեք այնտեղ շրջադարձեր կան, որ բավականին վատ վիճակում են, միջնաշերտ, Միասնիկյան պողոտայում նույնպես հնարավոր է նախատեսենք ծառատունք, նկատած կլինեք, որ Միասնիկյան պողոտայում նախկինում հիմնական բարդիներ են եղել, դրանք արդեն գրեթե չկա, մի մասն էլ որ կա հատման ենթակա են, դրանք ծուռ են, խիստ վտանգավոր, կարող եմ ասել, որ 26 թվականի ծրագրերը պակաս ամբիցիոզ չեն, իսկ մի կարևոր բան ես կուզեմ նշել, որ պետք է հայտարարեմ, որ 25 թվականը ներառյալ այս պահեդությամբ մեր կատարած աշխատանքների շնորհիվ Երևանի կանաչ հեկտարները
կանաչ տարածքները դարել է 910 հեկտար, ինչով այլևս մենք կարող ենք ասել, որ Երևան քաղաքը վերականգնել է իր կանաչ տարածքները ի համեմատություն Սովետական Միության լավագույն տարիների եւ թյուր կարծիքից չստեղծելու համար պետք է հնարավոր է քաղաքացիները այսպես մեկ այլ կերպ հասկանան, պետք է նշեմ, որ ուրեմն այո, ամենտեղ չի, որ հնարավոր է եղել վերականգնել, որովհետև այդ տնտեսական տարիներին, այդ հողերի վաճառքի, սեփականաշնորհման եւ այսպես շարունակ դեպքեր են եղել, որտեղ արդեն շինարարական աշխատանքներ են ընթացել կամ այլ տարածքներ են եղել կամ սեփական տարածքներ են եղել, բայց փոխարենը մենք այլ վայրերում ենք կանաչապատել, օրինակ Եռաբլուրին հարող парքի անտառում։ Հետևաբար այսօր կարող ենք վստահաբար ասել եւ ուրախանալ եւ կարծում եմ, որ շատ լավ լուր է, որ Երևան քաղաքը ամենաշատ կանաչ տարածքներն ունեցել է 80 թվականի վերջերին, ինչը այս պահին ի շնորհիվ Երևանի քաղաքապետարանի եւ նաեւ մեր կազմակերպության տարբերություն չկա, այլևս կարող ենք ասել, որ վերականգնված է։ Սա ամենակարևոր արձանագրումն է, որ մենք անում ենք մեր 3.5 տարվա աշխատանքների համար, դրան գումարած նաեւ դա հենց այնպես չի եղել, Երևան քաղաքում անցկացվել է 120 կիլոմետր ոռոգման համակարգ, սա աննախադեպ ծավալի աշխատանքներ են։